ձեր հարցերը լուծեք Ադրբեջանի հետո կգաք մեզ մոտ։ Սահմանը ինչի համար եք ուզում բացեք այդ։ Այդ սահմանը ուզում են բացեն ադրբեջանցիների համար։ Եթե դու այսօր պայմանագիր ստորագրես, որ այո, ես ճանաչում եմ այդ սահմանը, Հավիդյանից խաչ կքաշես Արևմտա Հայաստանի վրա։ Այդքան միամիտ ենք մենք, կարծում ենք, որ չէ, բոլորին կգտնեն, մեզ չեն գտնի։ Օզանի պայմանագրում չկա Հայաստանի հետ սահման։ Ինձ ասում են, որ շատ ես խոսում, քեզ էլ են տանելու, խաղաղության պայմանագրից հետո խաղաղություն չի։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր ուղի խոսելու ենք Թուրքիայի մասին։ Մեր հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյուզյանը։ Բարև ձեզ, պարոն Լոքմագյուզյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցից արդեն մոտ 1 շաբաթ անցավ, արձագանքները տարբեր էին, անդրադարձերը, բայց պարզ դարձավ մեկ բան. Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եթե կարգավորվեն, ապա դա կախված է Հայաստան-Ադրբեջան հարցերի լուծումից։ Ձեր կարծիքով Թուրքիայի հիմնական նպատակը սա է։ Դա արդեն վաղուց կար, դա նորություն չէ, որ այո, Ադրբեջանից է կախված եւ Թուրքիան քանի անգամ դա ասել է, ամեն անգամ որ հատկապես այս իշխանությունների ժամանակ մենք գնացել ենք թուրքերի ոտեղ ինչ-որ բաներ առաջ տանելու համար, ինչ-որ խնդրանքներով, ամեն անգամ ասել են գնացեք Ադրբեջանի մոտ, ձեր հարցերը լուծեք Ադրբեջանի հետո կգաք մեզ մոտ։ Իմիջիայլոց ասեմ, որ դա չի նշանակում, ինչպես որ շատերը միամիտորեն կարծում են, Հենց որ Ադրբեջանի հետ հարցերը լուծեցինք, Թուրքիայի հետ մենք դրախտային հարաբերություններ ենք ունենել, ոչ ամենևին։ Դա նշանակում է, որ կգնաս իրենց պահանջները կկատարես, հետո կգաս իմ մոտ, որ իմ պահանջները կկատարես։ Մինչև այդ ամեն ինչը չկատարվի, Թուրքիան հետ ովևէ հարաբերություն չի լինի մեզ մոտ։ Այսօր խոսում է հարաբերությունների զարգացման բանի մասին, ես միշտ ասում եմ, ինչ զարգացում, եթե չկա հարաբերություն, մենք չունենք հարաբերություն թե Ադրբեջանի հետ, թե Թուրքիայի հետ։ Այն, որ մի երկու հոգի գնում գալիս խոսում են եւ այն, դա դիվանագիտական հարաբերություն չէ։ Դիվանագիտական հարաբերություն պետք է լինի երկու երկրների միջեւ, այն ժամանակ միայն կարելի է հարաբերության մասին խոսել։ Դա ուզում էինք անենք, մենք Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ որ պրոտոկոլների մասին էր այդ քննարկումները գնում, այո, այդ պրոտոկոլները, ինչպես որ նաև պրոտոկոլներում նախատեսված էր, դիվանագիտական հարաբերություն ստեղծելու մասին էր։ Եթե մենք այսօր չունենք այդ հարաբերությունները, նշանակում է, որ մենք ընդհանրապես չունենք հարաբերություն Թուրքիայի հետ։ Եվ դա չի գալիս մեզանից, մենք շատ կուզենայինք, միշտ էլ ուզեցել ենք, սակայն Թուրքիան 30 տարուց ավել է, որ արդեն մերժում է մեզ հետ դիվանագիտական հարաբերությունները։ Չկա այդպիսի օրակարգ, եթե դիվանագիտական հարաբերություն ունենայինք, այն ժամանակ արդեն հավասարը հավասարին կնստեինք մենք թուրքերի հետ սեղան եւ արդեն հավասարը հավասարի հետ խնդիրները կլուծեինք, ինչպես որ այդ պրոտոկոլների ժամանակ ասվում էր, ոչ մի նախապայման մեր կողմից էր ասում ինչա, Թուրքիան փորձեց նախապայմաններ մտցնել, ոչ մի նախապայման, մենք էլ ունենք ինչ-որ պահանջներ Թուրքիայից, սակայն մենք դա որպես պահանջ չենք ներկայացնում դիվանագիտական հարաբերություն ստեղծելու համար։ Այդ դիվանագիտական հարաբերությունը կստեղծենք, դիվանագետների միջոցով մենք արդեն իրար հետ բոլոր հարցերը կարող ենք քննարկենք։ Բայց դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու նախապայմաններ կամ հիմք ձեր կարծիքով կա, այդ թելադրող կատարող օրակարգից անցում դեպի արդեն հավասարը հավասարի հետ։ Հիմքի իհարկե միշտ կարող է լինի, սակայն ցանկություն կա արդյոք։ Իհարկե Թուրքիայի կողմից քանի որ ցանկություն չկա, մենք չենք կարողանում դիվանագիտական հարաբերություն ստեղծենք, դա երկկողմանի բան է, միայն իմ ուզենալով չի լինի, մյուսն էլ պիտի ուզենա։ Իսկ հետաքրքիրը այն է, որ մեր այսօրվա կառավարությունն էլ միտված չէ դիվանագիտական հարաբերություն ստեղծել Թուրքիայի հետ։ Տեսեք, անգամ, եթե մենք շարունակ խոսում ենք սահմանը բացելու մասին, նախ ասեմ, որ լավ, սահմանը ինչի համար եք ուզում բացեք այդքան։ Եվ այնպես է ժողովրդին պրոպագանդա արված, որ կարծեք թե ամենակարևոր հարցը սահմանի բացումն է։ Տեսեք, այսօր սահմանը փակ է արդեն 30 տարի է, բայց մենք Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություն ունենք, բայց իհարկե ոչ պաշտոնական։ Իմի պատկերացրեք, որ այստեղ Հիմալայան լեռներն էին, մենք մեկը չենք կարող անցնել։ Գողկով պիտի շրջանցես, չէ՞, ես դա։ Մենք էլ գողկով շրջանցում ենք, ոչ մի խնդրեմ չունենք մենք։ Այսինքն արևդուրի հետ կապված Թուրքիան էլ չնայած որ անպաշտոն է սա, Թուրքիան էլ ոչ մի խոչընդոտ չի ստեղծում, ինքը շատ լավ գիտե թե այս ապրանքները ուր են գնում, սակայն խնդրեմ չի ստեղծում, ինքն էլ փող է աշխատում այդ առումով։ Լավ, ինչի համար է պետք սահման, հատկապես այն ժամանակ, եթե այս վերջերս որ խոսվում է սահմանը բացելու չբացելու մասին, սահմանը ուզում են բացեն երրորդ երկրի քաղաքացու համար։ Եթե իմ սահմանը ուրիշի համար է բացվելու, իմ ինչի՞ց է պետք դա։
Իմ ինչի՞ս է պետք։ Հետո խնդիրը այն է, որ ով է այդ երրորդ երկիրը, կամ երրորդ երկրները։ Հիմա թուրքը չկարող օգտվի, հայը չկարող օգտվի հայ-թուրքական սահմանից։ Ով պիտի օգտվի։ Իրանցին ոչ, ինքը հրաշալի ճանապարհ ունի, ռուսը ոչ, ինքը ճանապարհն է, վրացին ճանապարհն է, չգիտեմ որտեղից եկողներն էլ ավելի լավ է Վրաստանով կամ Իրանով գնան, որովհետև ավելի հարմար ճանապարհներ է, քան ասենք Հայաստանի սարերը բարձրանալի չն Հայաստանով անցնեն։ Ում է անհրաժեշտ այդ ճանապարհը, միայն մի երկրին է պետք, միայն մի ժողովրդին, դա ադրբեջանցիներն են, այն նրանք ավելի հեշտ ճանապարհ կունենան։ Մնացած բոլորը Հայաստանի միջոցով դժվար ճանապարհ կունենան։ Այսինքն այդ սահմանը ուզում են բացեն ադրբեջանցիների համար։ Եթե ասենք անգամ հայերի եւ թուրքերի համար սահմանը բացվեց եւ շատերը կարծում են թե վերջացավ դրանից հետո մենք այնպիսի արևդուր ենք անելու աշխարհի հետ, այնպիսի գործեր ենք անելու, որ միանգամից մենք Շվեյցարիա ենք դառնալու։ Ֆактաբար մենք այդ ռեսուրսները չունենք, մենք չունենք տնտեսություն չունենք։ Նախ պիտի տնտեսություն ունենաս, որ հաշվարկես թե այդ տնտեսությունով ինչ կարող ես անես, ասենք ապրանքն ես արտադրում եւ արտահանես այդ ապրանքը։ Երկրորդը, շատ մարդիկ կան, միշտ էլ եղել է, որ ասել են, որ Թուրքիայով ապրանք արտահանելը ավելի էժան է, ավելի հեշտ է, քան Վրաստանով։ Գավես քեզ ով է գարանտիա տալիս, որ Թուրքիան քեզ համար այդ պայմանները նորից քեզ համար էլ տալու է, ինչ որ ուրիշներն համար, ամեն մեկին ուրիշ։ Անկամ եթե սահմանը բացվի, այդ սահմանը ոչ մի բանի պետք չի, անկամ եթե սահմանը հայերի համար էլ բացվի, որը այսօր ընդհանրապես չի քննարկվում, երկու կողմից է։ Հայաստանի կողմից էլ չի քննարկվում, դա է հետաքրքիրը։ Մեր ղեկավարները մեզ ավետիս են տալիս, թե սահմանը բացվելու է ուրիշ քաղաքացիների համար։ Իմ ինչի՞ս է պետք։ Բայց արդեն 3 տարի խոսվում է, դա էլ չի արվում։ Դա էլ սրա շարունակությունը, անգամ դա էլ չի արվում, անգամ խոսվում է սահմանը բացելու մասին, այն էլ երրորդ քաղաքացիների, անգամ դա էլ չի արվում, Ադրբեջանն էլ մյուս կողմից այդ խաղաղության գոչված կապիտուլյացիայի պայմանագիրը չի ստորագրելու, ինչի, որովհետև իրան պետք չի։ Նա միայն մեզ խաղացնում է, մենք էլ իր աջրերի մեջ մտած, ասենք խնդրելով, աղաչելով եւ ամեն ինչ ընդունելով, հետաքրքիր է, գային ասենք գետեր, որ մեր իշխանության կողմից ընդունվում էր որպես անընդունելի եւ ընդունվեց։ Լավ, եթե անընդունելի է, ինչի՞ց ընդունում։ Ուրեմն եթե անընդունելի է, պիտի չընդունես, չէ՞։ Բարի իմաստը դա է արդեն։ Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, ամեն ինչ կանենք իրենք ինչ են ասում, մենք այն հույսով ենք, միայն թե իրենք ստորագրեն։ Բայց խաղացնում են, կատվի եւ մգի խաղի է սա, կատում մգի հետ խաղում են։ Իրենք այս պահին, քանի որ տեսնում են, որ այստեղ մեկ կա, որ շատ է ուզում դա, ինքնը թանկ է ուզում վաճառել, էս էլ դուր ինձ գստորակրեմ ասում են, դու էլի չի ստորում, չէ, ես էլ պիտի տաս, լավ են էլ տալիս ենք, են էլ տալիս ենք, մյուսն էլ տալիս ենք, ամեն ինչ անում ենք, էլի չի ստորակրում, որովհետև չի ուզում, պետք չի իրեն։ Տեսեք, եթե ստորակրի, արդեն այդ գործընթացը կավարտվի։ Ինչի՞ պիտի գործընթացը ավարտվի։ Մյուս կողմից Թուրքիային էլ պետք է որ ժամ առաջ ավարտվի, չէ՞ որ ասում է որ գնա այդ հարցերը լուծի, արի իմ մոտ, ինք Թուրքիան էլ հարցեր ունի լուծելի։ Այսինքն, ինչպես ասեցի, նորից կրկնեմ այնպես չէ, որ եթե Ադրբեջանին ամեն ինչ տվինք, Հայաստանի կեսն էլ տվինք եւ բավարարեցին վերջի վերջո, ասեց լավ, ստորագրեն։ Այնպես չէ, որ մենք բռգվեցինք։ Հայաստանի մնացած կեսն էլ Թուրքիան է ուզենալու եւ ուրիշ ահագին բաներ։ Դրա համար այստեղ Թուրքիան իր հերթն է սպասում, դե ասում է, դե ավարտեք այս բանը։ Մյուս կողմից Ադրբեջանը ասում է, չէ, ես Իրանից շատ բաներ կարող եմ ստանալ, նա էլ ասում է, լավ, ես էլ մի քիչ կսպասեմ, ինչի, որովհետև Իրանն է ձեռնդու է, ինչքան Ադրբեջանը շատ ստանա, Թուրքիայի համար լավ։ Հետո գալու են Թուրքիայի խնդիրները, հիմնականում 3 պահանջ ուներ, մինչև այսօր հիմնական պահանջները իհարկե, դրանից առաջինը կատարվեց արդեն Արցախը հանձնված է, դա առաջին պահանջն էր, երկրորդը ցեղասպանության պահանջադիրությունից հրաժարվելը եւ երրորդը այսօրվա սահմանների ճանաչումը, այսօրվա սահմանները դե ֆակտո են, դե յուրո չեն։ Տարածքային ամբողջականություն այսօր։ Այո, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Երկրորդ խնդիրը արդեն տեսեք մեծ կամաց սովորացնում են, վարժեցնում են, իմիջիալից հենց դա էր ասում մեր վարչապետը, որ այնպես չէ որ ես ասում եմ ցեղասպանություն չի եղել, բայց արդեն թողենք այդ խնդիրը ասում է։ Եղավ
ցեղասպանության բանջարդիրությունից հրաժարվենք։ Առաջնահերթություն չի հիմա։ Այո։ Երկրորդը առաջնահերթություն երկրորդականություն էլ չունի արդեն։ Կամաց մեզ սովորացնում են, որ տեսեք Արարատը մեր սարը չէ, չգիտեմ, Վանը մեր բանը քաղաքը չէ, մեր լիճը չէ, եւ Արաքսից այն կողմ Հայաստան չէ։ Այո, եւ դրանով էլ կամաց սովորացնում են այդ սահմանազատմանը։ Այդ սահմանը ասեցի դե ֆակտո է, դե յուրո չէ։ Շատերը կարծում են, որ հա սահմանը սահման է, անգամ իմիջիալս պրոտոկոլների ժամանակ խոսվեց դրա մասին, եւ գային նաեւ մարդիկ, որ ասում են դե սահման է էլի, ամբողջ աշխարհն էլ ճանաչում է այդպես, այնց էլ չէ որ Թուրքիան պատրաստ կլինի մեզ հող տա եւ այլն սահմանը այն կողմ տանի, իհարկե չէ, բայց եթե դու այսօր պայմանակիրը ստորագրես, որ այո, ես ճանաչում եմ այդ սահմանը, Հավիտյանից խաչ կքաշես Արևմտահայաստանի վրա։ Քանի այդ բանը չես արել, դու հույս ունես, որ այսօր, վաղը, 100 տարի հետո, 400 տարի հետո ինչ որ մի օր կարող ես հասնես Արևմտահայաստանի երազանքի։ Բայց ինչի ես փագում դու այդ ճանապարհը քեզ։ Ասենք թե դա երազանք է։ Ասենք դա չիրականանալու երազանք է, բայց այնուամենայնիվ ինչ որ մի հույսի կտոր եթե դու ունես, կարող է ինչ որ մի բան բադայի վաղը մյուս օր, որովհետև չգիտես աշխարհի քաղաքականությունը ոնց կարող է փոխվել։ Ով կարող է ասել, ասենք մի 50 տարի առաջ, թե սովետական միությունը այսպես քայքայվել է։ Ոչ մեկը, անգամ 85 թվականին ոչ մեկը չեր ասի այդ բանը, սակայն կատարվեց, ուրիշ բաներ են կատարվում աշխարհում։ Մեկ էլ տեսած աշխարհի քաղաքականությունը այնպես փոխվեց, որ մենք առիթ կունենանք ինչ որ մի բան անելու։ Ինչ որ մի բան, չեմ ասում մինչև Գիլիկիա գնանք առաջ, գուցե նաև ինչի մեր երազանքը դա պետք է լինի իհարկե։ Ինչի որ տեսեք, անգամ շուկայից կարտոշկա եք առնում, մեկը իր գինն է ասում, մյուսը իր գինն է, առանքում բարշում եք, դա է խնդիրը։ Նա բարձր է ասում վաճառողը, ես էլ ցածր եմ ասում, մեջտեղը արդեն գտնում ենք։ Դրա համար մենք պիտի շատ պահանջենք, նրանք ընդհանրապես չուզենան տան, մի օր եթե այդ արիթին են, բայց կարող է ինչ-որ մի բաներ ձեռք բերեն։ Վերջի պայմանակիրը այս տարածաշրջանի այդ սահմանների հետ կապ, հատկապես Թուրքիայի սահմանների հետ կապված Լոզանի պայմանակիրն է։ Թուրքերը ընդունում են Լոզանի պայմանակիրը իրենց հիմնարկության հիմնական պայմանակիր։ Դրա վրա իրենք կենտրոնանում են։ Չնայած Էրդողանի արդեն ախորժակը բացվել է, արդեն վերջի տարիներին Էրդողանը ինքն խոսում է, որ Լոզանի պայմանակիրը պետք է վերանայել ի հօգուտ Թուրքիայի։ Օրինակ Հունաստանի գղզիներն է ուզում վերցնել եւ այլն, Բաթումի մասին է խոսում, դա Լոզանի պայմանագրի խախտում է։ Բաթումի մասին խոսում է, Հայաստանի մասին չի խոսելու այդ մարդը։ Այդքան միամիտ ենք մենք, կարծում ենք, որ չէ, բոլորին կգտնեն, մեզ չեն գտնի։ Էն էլ մեզ, որ թուրքերը մեզ ընդունում են որպես գլխավոր թշնամի, մեզ աշխարհից վերացնելու։ Սպառնալիք ենք մենք, այսինքն։ Սպառնալիք են եւ չեն ուզում, իրենք գժում են, հենց հայ անուն են լսում, գժում են։ Լոզանի դաշնագրով, այո, Թուրքիայի բոլոր սահմանները նշված են եւ սահմանները սենց են։ Այսինքն, այս սարի գագաթից, այս գեդի, այս ապը եւ այն, այսպես գրված։ Հատ, հadouk կարդեսներ կա դրան։ Բայց Հայաստանի սահմանը չկա դրա մեջ։ Այն ժամանակ պետությունները մեզ լավություն անելու համար, գոնե այդքան արեցին, Հայաստանի սահմանները բաց թողեցին։ Լոզանի պայմանագրում չկա Հայաստանի հետ սահման։ Դրա համար դե ֆակտո է դա։ Այսօր թուրք զինվորն է կանգնած, դրա համար մենք չենք անցնում այն կողմը, սակայն դե յուրո սահման չէ դա։ Չկա, աշխարհը չի ճանաչած այդ սահմանը, չկա, չի ճանաչված։ Դրա համար մենք կարող ենք երբ ուզենանք, իհարկե երբ կարողանանք, այդ սահմանը կարող ենք փոխել։ Այդ սահմանի հետ կապված մի ուրիշ պայմանագիր էլ կա, որը չի վերացած, դա էլ ավելի ճիշտ երկու հատ Մոսկվայի եւ բանի Ղարսի պայմանագրերը կան, որտեղ այո այդ սահմանը նշվում են։ Այդտեղ նշվում է միակ պայմանագիրներ են, որտեղ սահմանը նշվում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ։ Սակայն այնտեղ էլ ուրիշ խնդիրներ կա։ Այն ժամանակ այդ բանը ստորագրողը, հատկապես Մոսկվայինը, նախ Հայաստանը չկար Մոսկվայի պայմանագրում։ Հայաստան չկար եւ առանց Հայաստանի սահման է գծվում։ Դա միջազգային իրավունքով ընդունելի չէ։ Դա մեկ, դա մեր գրվանն է, որը կարող ենք օգտագործել։ Երկրորդը ով կար, բոլշևիկյան Ռուսաստան եւ կեմալիստական Թուրքիա, որ երկուսն էլ միջազգայինորեն ճանաչված չէին։
չճանաչված պետություններին, կառավարություններին, ինչպես որ Արցախներ մինչև այսօր։ Հետո թուրքերը բայց իրենք խելացի են, մտածեցին խնդրեմ կարող է առաջանա, ռուսներին Մոսկվային կարողացան համոզել, որ Հայաստանն էլ մասնակցի եւ միադել պայմանագիր անենք, դրա համար հարցի պայմանագիր եղավ։ Այստեղ էլ Հայաստանը մասնակցեց, սակայն բոլշևիկյան Հայաստանը է, անգամ ոչ բոլշևիկյան Հայաստանը, որը ինքնուրույն ճակատագիրը որոշելու կարողություն չունի, որովհետեւ բոլշևիկյան բլոկի մեջ էր, այսինքն դա էլ ընդունելի չէ եւ դեռ այն ժամանակ էլ թե բոլշևիկյան Ռուսաստանը, թե կեմալական Թուրքիան ճանաչված չէին։ Դրա համար էլ դրանք նորից եմ ասում, դրանք էլ լավ գրվաններ են մեզ համար, դրա համար Հայաստանը մինչև այսօր չէր ընդունում դա, որովհետև դա ընդունելի պայմանագիր չէ։ Ընդունելի պայմանագիր Լոզանն է։ Մենք շատ ենք խոսում Սևրի պայմանագրի մասին, ես կասեի թողեք Սևրի պայմանագիրը մի կողմ, որովհետև ոչ մի պետություն դա չի ընդունած։ Եկան ստորագրեցին, բայց իրենց պարլամենտներում չի ընդունված, դրա համար դա մահացած ծնունդ է։ Թուրքիան էլ Հայաստան ոչ մի պետություն չի ընդունած։ Եվ Թուրքիան երբ հենց Սևրի անունն է տալիս, կարծեք թե կարմիր լավ տեսած բան է, ցուլ է Թուրքիան։ Թուրքիան Սևրի սն անգամ չի ուզում ընդունել։ Հա, այդ պայմաններում թողեք ախպեր Սևրը մի կողմ։ Եկեք մենք Լոզանի պայմանագիրը վերցնենք։ Օրինակ ես լինեի, գասի Թուրքիան Սևրի հետ կապ չունենք, եկեք Լոզանը քննարկենք։ Ուր է մեր սահմանը։ Ուր է մեր սահմանը։ Եկեք ճշտենք մեր սահմանը։ Ճշտենք։ Ոչ թե ընդունենք եղած սահմանը, որը այսօր ուզում են կատարեն։ Այսօր մեզ սովորացնում են Արարատը մերը չէ, որովհետև Թուրքիայում է, այս մերը չէ, այն մերը չէ, դե Արարատը հենց մեր սահմանի մյուս կողմն է։ Եթե դու Արարատը չես ընդունում, ուրեմն ընդունում ես այս սահմանը։ Վաղը մի հատ էլ ստորագրություն կգցեն, այն ժամանակ արդեն շատ վատ կլինի մեզ համար, որովհետև շատ բաներ կան, որ շատ դժվար կարողանում ենք կարող ենք վերադարձնենք, այդ անիվը հետ մտածնենք, սակայն այդ դեպքում շատ դժվար կլինի, չնայած կան ինչ-որ բաներ, որ կարելի անել, սակայն շատ դժվար։ Այսինքն խաղաղության օրակարգը, խաղաղության խաչմերուկ կոչվածը քաղաքական կամքով չի դրսևորվում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Կարող ենք ասել, որ Թուրքիայի հիմնական նպատակը դա դեռ չմոռացված, բայց կարծես թե մեզ համար մոռացված Թուրանի ծրագիրն է։ Տեսեք, այդ խաղաղության պայմանագիր կոչվածը հենց մեր վարչապետը ասաց, որ դրանից հետո խաղաղություն չի լինելու։ Լավ, եթե խաղաղություն չի լինելու, ինչի՞ ուզում ստորագրես։ Հանուն ինչի, չէ՞։ Այդ հարցը պետք է տանք իրեն։ Ոչ մեկը չի տալիս այդ հարցը իրեն։ Հանուն ինչի ենք ուզում դա։ Դու ես ասում, որ խաղաղություն չի լինելու, եւ դու ես ասում, որ չէ, մենք անպայման պիտի ստորագրենք, հանուն ինչի։ Տարածաշրջանում հաստատելու համար խաղաղություն։ Բայց ասում են, որ չի լինելու այդ խաղաղությունը։ Ինքն է ասում, ես չեմ ասում։ Ում է պետք դա։ Ադրբեջանին պետք է, չէ։ Ադրբեջանն էլ պետք չէ։ 100 տարի էլ պետք չէ։ Մեզ էլ պետք չէ, որպես հայ ժողովուրդ։ Մեր կառավարության պետք է։ Ինչի համար։ Ուրիշներին է պետք։ Տեսեք, Եվրոպայից եւ այլն շարունակ ազգակներ է գալիս։ Շուտ արեք, մի բան արեք, խաղաղության պայմանագիրը ստորագրեք։ Ինչ պետք չէ, Ադրբեջան պետք չէ, ուրեմն ինչ որ մարդկանց, ինչ որ խմբերին է պետք, որոնք ազդում են մեր կառավարության վրա, կամ ասենք թե մեր կառավարությունը իրանց հրանքներով է առաջնորդվում։ Հա, հիմա ում համար լավ է նաեւ Թուրքիայի համար լավ է իհարկե։ Թուրքիան էլ է ուզում խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ադրբեջանը չի ուզում, որովհետև չի ուզում այդ գործընթացը ավարտված լինի։ Ինքը դեռ ստանալիքներ ունի։ Եվ դրանից ինքը շահ չի ունենալու, եթե ստորագրե, բայց Թուրքիան շահ է ունենալու։ Նաև արևմտյան երկրները շահ են ունենալ, ինչ որ գլոբալ ուժեր, չասենք արևմտյան երկրներ, որովհետև ինչ որ արևմտյան երկրներ այդ գլոբալ ուժերի խամաճիկներն են։ Գլոբալ ուժերը շահ են ունենալու։ Ինչ է այդ շահը։ Թուրանի ստեղծումը, այո, դուք ճիշտ ասեցիք։ Պանթուրքիզմը եւ հետաքրքիրը ինչ է շատ հետաքրքիր էր եւ հետաքրքիր է որ միայն ես եմ խոսում դրա մասին վարչապետը գնաց Ստամբուլ Էրդողանի հետ այդ իր հանդիպումից առաջ մի հատ հանդիպում ունեցավ համայնքի հետ Պոլսայի համայնքի իհարկե մեծ խայտարագություններ իր համար իհարկե շատեր կարծում են թե դա խայտարագություններ եկեղեցու համար ոչ իսկ ասի խայտարագություններ իր համար որ եկեղեցին դռները փակեց այսինքն բադիրակարանը եկեղեցում ոչ մի հոգևորական չկար այնտեղ համայնքից էլ մի 30 հոգի հավաքվել էին
շատ մարդիկ, որոնք հրավիրված էին, չէին ընդունել այդ հրավերը, չէին եկել։ Մի քանի հատ լրագրող կար այնտեղ, մի քանի մարդիկ կային, որ այո, մեր վարչապետի կողմնագիցներ են եւ այլն, եւ մի քանի հոգի բանից տարբեր ազգային հաստատությունների ներկայացուցիչների իրենք եկել էին այնտեղ ահավոր խոսք ասեց ինքը ասեց, որ Խաղաղության խաչմերուկով մենք նաեւ ճանապարհ ենք բացում Թուրանին։ Տեսեք, ինքը չասեց թուրք ժողովրդին, որ թուրքերը գնան գան, ադրբեջանցի գնան գան եւ այլն։ Ոչ մեկն էլ դեմ չէ, ես էլ դեմ չեմ, ոչ մեկն էլ դեմ չէ։ Այս կորիդորի Միջանցկի եւ այն դեմ եղողներն էլ դեմ չեն։ Անգամ ճանապարհի դեմ եղողները դեմ չեն այդ ամեն ինչին։ Որովհետեւ գիտեք, որովհետեւ խնդիրը այն չէ, որ ճանապարհ լինի, չլինի եւ այն ինչպես լինին է կարեւորը։ Խաղաղություն լինի, չլինին չէ։ Ով չի ուզում խաղաղություն։ Աբուշ պիտի մարդ լինի, որ ասեմ, որ ես պատրաստ եմ ուզում։ Կա այդպիսի մարդ, աշխարհում չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ անգամ Հիտլերը չէր ուզում պատերազմ։ Եթե իր ուզածները կատարվեն, պետք չէր ունենալ պատերազմելու։ Սակայն ինչպիսի խաղաղություն։ Տեսեք, խաղաղությունը տարբեր տեսակ է։ Ես ձեր գլխին գտամ, խաղաղություն կլինի, վերջացավ։ Չէ՞։ Խաղաղություն է։ Եթե ձայն չհանի դիմացին, եթե մյուսին ստորացնեմ, խաղաղություն կլինի։ Ստորակաշման գա, խաղաղություն կլինի։ Սակայն դա խաղաղություն չի։ Դիվանագիտության մեջը փոխադարձության սկզբունք կա, դա շատ կարևոր, ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Տեսեք, օրինակ, եթե մի պետություն ինչ որ բան է լինում, խնդիր է լինում, մյուս պետության դեսպանին դուրս է անում իր երկրից, նա էլ նրա դեսպանին է դուրս, սա դիվանագիտություն է։ Սա հիմնական հարցերից մեկն է դիվանագիտության։ Հիմի այստեղ է, լավ, մենք իրենց ճանապարհ տանք, նրանք էլ մեր ճանապարհ են, բայց ով է խոսում մեր ճանապարհ տալու մասին։ Ադրբեջանը խոսում է, չէ, մեր կառավարությունն է խոսում միայն, դե իրենք էլ մեզ ճանապարհ գտան, ասենց սրա հույս է, եւ ամենահետաքրքիր բանը, մենք խոսում ենք այդ 300,000 կամ մինչև 1 միլիոն ադրբեջանցիներ այստեղ բերելու մասին, որոնք չէին վտարվել այստեղ, իրենք չէին վտարվել, իրենք իրենց տունը, հողը վաճառել կամ փոխանակել էին հայերի հետ Ադրբեջանում ապրող եւ դենց գնացին, իրենց ոչխարները բաները վերցնելով գնացին, մի հատ ոչխար չմնաց այդ գյուղերով։ Կարծեք թե հիմա ներկայացնում թե մենք վտարել ենք, իրենք պետք է հետ գան։ Լավ, թող հետ գան։ Դա մերը։ Դա մեր փախստականները։ Մեր փախստականների մասին չխոսում։ Գերիները մեր։ Գերիներ դեռ չենք խոսում, դա էլ առանձին խնդիր է։ Բայց փախստական, մենք իսկական փախստական ունենք։ Սպանել են մարդկանց, վտարել են մարդկանց, հազիվ են փախել։ Տեսեք, այստեղ ինչ բառախաղեր կան։ Բայց գիտեք ինչ, բանի ժամանակ, Քոչարյանի ժամանակ էլ իրենք համաձայնվել էին, որ թուրքերը գալու են Շուշի վերաբնակվեն։ Այո, ճիշտ է, բայց այնտեղ մի հատ խաղ են անում։ Գիսա բանեն ճշմարտություն են ասում եւ գիսա ճշմարտությունն էլ սուտ է արդեն։ Ինչի որովհետեւ այնտեղ պայմանը այսպես է, ինչքան հայ կգնա Բաքվում կապրի, այնքան էլ ադրբեջանցի իրավունք պիտի ունենան գար Շուշի ապրել, քանի հայ կգնար Բաքվում ապրելու։ Ոչ մեկը։ Լավ, թող 5 հատ այլ, 5 հատ բանը ադրբեջանցի էլ թող գա Շուշի ապրի, պրոբլեմ չկա։ Բայց ոչ այսպես։ Նույնը գերիների հետ, ինչպես դուք ասեցիք։ Մենք ամենամեծ ճանաչությամբ բոլոր գեն անգամ հանցագործներին մենք հանցնեցինք։ Նրանք գերի չէին։ Հանցագործ կար, չէ՞, Արցախում։ Նրանք էլ հանցնեցին։ Ու ինչ ստացանք, ոչ մի բան։ Ինչ էլ ստացանք, եւ դա էլ շատ հետաքրքիր կետ է, ինչ էլ ստացանք ռուս խաղաղապահների հրամանատարի ճանասիրությամբ ամեն անգամ մի 10 հոգի բերում էր, 15 հոգի բերում էր։ Այդ մարդը գնաց, մենք ռուսների հետ սկսեցինք վատ հարաբերություններ մշակել, այլ ոչ մի գերի չստացանք։ Մեր այսօր էլ լիքը գերիներ ունենք, բացի այն Արցախի իշխանավորներից, լիքը գերիներ ունենք, քանի ադեն ասում, 20 ադեն ասում, 100 ադեն ասում, ինչ է, գա, սուտ է դա։ Սուտ է, մենք 1000 եւ 1000-ից ուղղակի ավելի գերի ունենք այնտեղ։ Նրանք բախվում են ոչ թե
բաներում, բերտերում, բանդերում, այլ հadoop դեղերում եւ աշխատացվում են այդ դեղերքը վտանգավոր դեղերում, ասենք հանգերում եւ այլն, շատ վատ պայմաններով եւ մեռն են։ Արանքում եթե մեկը մի երկու հատ էլ ձայն անեց, մի անգամից սպանում են։ Այդ պայմաններում մենք հազարի չափ գերի ունենք, ինձ ասողն էլ շատ վստահելի աղբյուրներ են։ Եվ ես վստահ եմ, որ մերոնք էլ գիտեն։ Բայց ոչ միայն նրանց մասին, այլև են 25 կամ 100 ինչ որ կա նրանց մասին անգամ մեր խորհրդարանի ղեկավարը ասում է, որ նրանք ինձ համար գոյություն չունեն, ասում է։ Բայց գերի չընկնեին, ասում է։ Ինչի՞ գերի ընկնել։ Բայց գերի են ընկել, որովհետև դուք հրաման եք տվել, որ չգրագեն ադրբեջանցիներ պատրաստ։ Դրանք մեծ մասը հետո են գերի ընկել։ Պատրաստմից հետո ադրբեջանցիք եկել են, սրանք էլ հրաման ունեն չգրագելու, չեն գրագել, սրանք էլ զենքերը առն, ականջից բռնել տարել են։ Քո հրամանով են գերի ընկել։ Կամ անգամ եթե պատրաստմի ժամանակ քո զինվորն է այս մարդը։ Դու կանչել ես այդ մարդուն, նա էլ գնացել է հայրենիքը պաշտպանելու, իմ ասում ես դրանցով ես չեմ հետաքրվում։ Կամ իմ մյուսը որ ասում էր մի քանի ամիս եթե սպասեն մեզ գներեն։ Վերջավ 2 տարի այդ քո ասելուց հետո։ Ինչ ամ եւ խոսք չկա անգամ։ Ոչ մեկը չի խոսում դրանց մասին։ Ասում են մենք աշխատում ենք, բայց գաղտնի ենք աշխատում։ Լավ, նախ ոչ մի գրամ արդյունք չտեսանք այդ ձեր աշխատանքի եւ գոնե մեկ ասեք թե ինչ է կարել։ Արել եք ինչ որ բան։ Սուտ է իհարկե, ոչ մի բան չեն անում, թքած ունեն։ Այ բանի ասածը, Ալենի ասածը ճիշտ է։ Թքած ունեմ ասում է։ Եվ ինձ համար շատ հետաքրքիր է դրանց ծնողները, որ այտենց լուրը մունչ նստած են։ Շատ անհայտ կորածների Եվ նաև անհայտ կորածներին դրա համար եմ ասում, անհայտ կորածների մեծ մասը իրականում բաներ են, այնտեղ դեռ գերի են, ապրում են։ Մոտ 1000, հա, գիտիներ են։ 1000, հա։ Կա խաղաղության օրակարգ, բայց ամեն դեպքում մեր հայ հասարակության մեջ մի փոքր թե անտարբերություն, թե լռություն կա այս հարցի շուրջ։ Օրինակ Թուրքիայի հասարակությունը դուք ունեք ինչ-որ ուսումնասիրություն կամ տեղեկություն, ինչպես են վերաբերվում Հայաստան-Թուրքիա սահմաններ բացելուն, խաղաղություն հաստատելուն։ Ամեն անգամ, եթե ինչ-որ հայի անուն է անցնում, հայկական ինչ-որ խնդրի հետ կապված, ինչ-որ քննարկում, ինչ-որ լուր բան կա, ու կարդացեք տակը դրա մասին կոմենտները։ 90 չասեմ, լավություն եմ անում, 90 չասեմ, 80%-ը ոչ միայն հակահայ, ոչ միայն հակահայ, այլ կատաղի թշնամանք։ Մեծ մասը ասում են, որ այո, մեր բաբերը արեն են, շատ լավ են արել, այսօր արիտիներ, ես էլ կանեի, այսօր էլ պետք է անենք, այո, իհարկե, ցեղասպանություն, կոտորել հայերին եւ այլն, ասեմ, որ ժուրնալիստները գնում են փողոցով մեկ ինչ-որ մեկի մի հատ հարց են տալիս, մենք բառավ գնիկ Թուրքիայում։ Փողոցը ավլում է, ասում է, ինչ եք մտածում հայերի մասին։ Ասված իրենց անիծի, բան փորձանքը տավ ասում է։ Ոչ բան չի ասում, լավ, ինչի համար։ Կամ մեկի մի հատ աղջկան հարցրեցին, եթե ասեց իմ ձերը ինչ որ կարելիություն լիներ, ամբողջ հայ ժողովուրդը գվերացնի, գմորթի, գախաղան գանի, բարձվեց որ ադրբեջանցի էր։ Հա, կան նաև մարդիկ, որ ասում են, լավ, էլի, այսպես մի խոսեք եւ այլն։ Չէ, հայերը ամենայնիվ լավ ժողովուրդ են, ասեն եւ այլ, բայց դրանք օվկիանոսի մեջ կաթիլ կարելի ասել։ Հա, իհարկե, ցեղասպանության ժամանակ էլ 99% կատարում էր ժողովրդի։ Այնպես չէ, որ ինչպես մեզ ներկայացնում են, թե ցեղասպանությունները կատարում են պետությունները, ժողովուրդները անմեղ են։ Ով ասեց։ Չգիտեմ, բանը հոլոկոստը ոնց էր, իհարկե գիտեմ, բայց հենց հայոց ցեղասպանությունը հենց դա էր, որ ամբողջ ժողովուրդը մորմանուկ լծված էր այդ գործին։ Երեխաներն էր, մեկը մի հատ աշխատություն էր անում, կանանց դերը հայոց ցեղասպանության ժամանակ, թե քուրդ կանայք, թուրք կանայք, թե ինչ դեր խաղացին, գա իհարկե, դրա համար էլ մարդը աշխատություն է գրում։ Թուրքերը եւ քրդերը ազգովին մասնակցեցին այս բանին։ Եվ այսօր էլ այդպես է։ Հա, Արանքում, ինչպես ասեցի, չկային օգնողներ, կային։ Մի հատ կուսակալ կար, հիմա լավ չեմ հիշում, Էրզուրումի թե ինչ, երբ որ հրամանը ստացել էր, այդ մարդը ասել էր, ես կուսակալ եմ, բանդիտ չեմ ասել էր։ Ես սպամ չեմ անել այսպես բան, ու հրաժարվել էր։
Գային մարդիկ, որ ասենք նորից այդենց հրաժարվեցին բան եւ անգամ իրենց կյանքով վճարեցին։ Այո, բայց այդ ամեն ինչը կաթիլ էր, անգամ ասենք ծովի մեջ, օվկիանոսի մեջ կաթիլ էր։ Գիտեք, ես քանի հատ գիրք եմ թարգմանել հայերենից թուրքերենի, մի 20 հատ կան երևի։ Հենց ցեղասպանության խնդրով, հայոց հարցով եւ այլն, մի հատ Աուրորայի դեպք կա, կարող եք լսել եք։ Այդ աղջիկը 13 տարեկան, ամբողջ ընտանիքը մորթում են իր աչքի առջևը, եւ հետո հարեմին վաճառում են, այնտեղից փախնում են, ուրիշ բռնում են, ուրիշ հարեմ են վաճառում եւ այլն եւ այլն։ Հիմա ես այդ գիրքը թարգմանում եմ, իհարկե նախ շատ ծանր գործ էր դա, համ թարգմանում եմ, համ էլ սպասում եմ, ասենք իրա պատմածով ամիսներ են անցնում, այստեղից այնտեղ, այնտեղից այնտեղ, ասում եմ լավ, մի հատ մարդ չկար այդ ամբողջ երկրի մեջ, որ մի բաժակ ջուր տար այդ աղջիկը, չկար։ Ամիսներ հետո Դիարբաքրում մի գին փողոցում տեսնում է, սրան թակ ծնում է գիշերը, ասում է արի, 2 կոպեկ այդ փող է տալիս, ասում է այ ես դռնից դուրս կգաս, ամիս դռնից դուրս գաս, անպայման տեղի մորթելու են, այնտեղ սպասում են, ասում է, մի հատ դեր։ Ուրիշ օգնություն չկա։ Մարդիկ համադարած մարդկությունից դուրս էին եկել, անասուն էին տարել։ Եվ իհարկե դա էլ կա, որ այդ պայմաններում, համադարած անասնության պայմաններում, մի բանանողը, օգնողը, այն ժամանակ հային կամ ասենք ինչ որ հույնին, բանին ասորոն օգնողը շատ ավելի բարձր է։ Գային մարդիկ էլ գոմ չէին այս ամեն ինչին, սակայն ձայն չէին կարող անեին, վախենում էին։ Ինչպես այսօր մեր քաղաքականության մեջ լիքը մարդիկ կան, որ գոմ չեն այս կատարվածներին, սակայն վախից ձայն չեն անում։ Օրինակ իմ շուրջը լիքը մարդիկ կան, որ ինձ ասում են, որ շատ ես խոսում, քեզ էլ են տանելու, մի խոսի։ Ո՞նց խոսեմ։ Ես չեմ դիմանա, ես կտրակեմ։ Դանում են տանեն։ Այս պարագայում, երբ որ կառավարությունը անում է իր գործը, ինչը արդեն դուք նկարագրեցիք, թե ինչպես է անում, այսինքն անողի եւ կատարողի ինչ որ օրակարգ է ձևավորված, հայ հասարակությունը, որը կարծես թե կոտրված է, անտարբեր է, պատերազմից հետո, այս բազմաթիվ իրադարձություններից հետո, մենք ինչ պետք է անենք ձեր կարծիքով, կա ինչ որ մի պատրաստվածություն կամ ինչ որ մի օրակարգ, որը մենք մեզ համար պետք է ստեղծենք։ Ճիշտ ասած, ամենադժվար հարցը տվեցիք այստեղ։ Շատ դժվար է, որովհետև ոչ մի կերպ չի լինում։ Այնինչ որ օրինակ հիմա այս օրերին կատարվում է, մարդկանց ձերբակալում են, ինչ որ հեղաշրջման փորձ կատարելու համար, ու շատ հետաքրքիր է, մարդը այնտեղ մի հատ բան է դրել, որսորդական հրացան է դրել, որսորդական հրացանով հեղաշրջում պիտան են։ Կներեք, բայց նաև լիցենզիա է։ Այդեն եմ ուզում ասել։ Հրացանի կողմն է լիցենզիա, այսինքն գաղտնի մաղտնի զենք բան էլ չէ դա։ Բոլոր զենքեր լիցենզիա ունեն, այդ ինչ ասեմ, այդ միամտությունը կամ լավ, ուրիշ բառ չասեմ։ Գողքը դրել են, բոլոր զենքերի գողքը դրել են։ Ավելին, բարփուչներ կային այնտեղ, տատարք։ Այսինքն ինչ որ ու դարբեր տեսակի գրակված բարփուչներ, հետո ինչ։ Ասենք կարող է մարդը փողոցից դիքը երևի մեծ մարդիկ կան, որ մի դերից գտել է, վերցրել դրել է իր ստենքի վրա։ Հիմա դա բերում են դնում են սեղանի վրա, ահա փաստ որ ուզում են հեղաշրջում։ Այդ դադարք բարփուչով մարդը այդ հեղաշրջում էր ուզում անել, հա։ Սա էլ ցույց է տալիս, որ արդեն թքած ունեն ամեն ինչի վրա։ Այսինքն տեսնում են, որ սա փաստ չէ, ընտակարակը իրենց դեմ է խոսում նզանում, թքած ունի։ Ես մեկ է իմս անելու եմ ասում է։ Այսինքն այն որ ասում են բեսպրիդել, այդ բեսպրիդել վիճակում ենք մենք այսօր։ Իհարկե ոչ մեկ չէր պատասխան հեղաշրջման, որովհետև մենք այն ժողովուրդը չենք։ Գուցե նաև լավ է դա կամ վատ է, բայց ամեն դեպքում մենք այն ժողովուրդը չենք։ Մենք ուզում ենք ամեն ինչ կարգ ու կանոնով, ինչպես որ միշտ ասել ենք, վայ, այս չենք կարող անենք, սա միջազգային իրավունքի դեմ է, մայ ես չենք կարող, բայց մյուսները սա անում էին մեր նկատմամբ։ Մենք տեսնում ենք միջազգային իրավունքը, բանը, միջազգային հասարակությունը ոչ մի տեղ չի անում։ Կամ մեկ-մեկը, ախ, էս ինչ ես արել, էլի դու չար երեխա է ասում, մեր օրինակ 5000 խաչքարը ջարդեցին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն անգամ խոսք չարեց։ Մի հատ վայ, մենք ափսոսում ենք այս կատարված ասեց։ Ինչի փող էր ստացել դրանից առաջ։ Ես կարծեմ $1 միլիոն էր ինչ էր նվիրել էին, նրանք էլ զդեն չանեցին։ Աշխարհում չգտնված հարստությունը գորավ գնաց։ Մշակութային ցեղասպանություն։ Բայց դուք դրանով սպառվելիք մարդիկ եք։
Ով է ձեն հանում։ Այս ամեն ինչ կատարված է։ Իսկ մենք ամեն ինչ կարգու կանոնով վայ էս չլինի, վայ էս օրենքով չէ, վայ էս սխալ է եւ այլն։ Հիմա դրա համար ամենադժվար բանը է, սակայն գիտեք ինչի չի ստացվում։ Տեսեք, այս մարդիկ երկու անգամ ընտրվեցին։ Լավ առաջի անգամ կարելի ասել է մարդիկ բան են, սխալվեցին, ինչ որ խափնվեցին եւ այլն, էйֆորիայի մեջ էին, հագային եւ այլն։ Բայց երկրորդ անգամ, ելի պատրաստից հետո այդ վիճակում նորից ընտրես այս նույն իշխանությունը, այսինքն սա երևի աշխարհում միակ դեպքն է, որ պատերազմ դանուլ տված իշխանությունը նորից է ընտրվում։ Հիմնականում, այսպես ասած, ռադ են անում այդ իշխանությունը։ Էնել ինչ ձևով են ռադանում։ Բայց սրանք մենք ընտրեցինք։ Ով է ընտրում։ Դա է խնդիրը։ Կա 3 խավ մեր հասարակության մեջ։ Մեկը այսինքն ամենաներկևի խավը, մեկը ամենավերևի խավը, մեկն է այս մեջտեղի խավը։ Ինչը կատարում, այդ վերևի խավը ամեն ինչ հասկանալով, իհարկե, սրանք չի ընտրում։ Ամենաներկևի խավը հասկանա, չհասկանա, թքած ունենալ, տեսնում է իրանման մարդ է սա, իրանման։ Չէ, տեսնում ենք մարդը գնում է այնտեղ ինչ որ փառատոնի լավաշվեցուն բերանը կողում մեջ դες ինչեր անում, ահա, սա մեզանից է։ Բացի այդ ասում էր, որ այս ամեն ինչը վերացնելու են, այս շտրաֆներ չեն լինելու, դուք կարաք արագ քշեք, անգամ դեպք եղավ, չէ, ոստիկանը մեկին կանգնացրել հենց ընտրություններից հետո, առաջին ընտրություններից, շտրաֆ է գրում, որ արագ է քշել, մարդը ասեց շատ միամիտ անկեղծությամբ, տեսեք մարդը ինչքան է հավատացել։ Ասում է, չհասկացա, եթե դուք էլի մեզ շտրաֆ եք կրել, բակ մենք ինչ արեցինք այս հեղափոխությունը։ Ինքը կարծում է, որ հեղափոխությունը արեցինք, անում ենք, որ ով ինչ ուզում եք անել սրանից հետո։ Ամեն ինչ ազատ է, ոնց ուզում եմ քշեմ, 120-ով էլ քշեմ։ Ամենաթողությունը։ Այո, ամենաթողություն։ Ինչի, տեսեք, ամենաթողություն գար արդեն այդ ճակերտավոր հեղափոխության ընթացքում։ Մարդիկ գալիս էին գյուղերից իրեն ճարտուխորտ մեքենաներով Երևանի ճանապարհն էին փակում եւ իրենց լավ էին զգում իր գյուղում մարդահաշիվ չեղող մարդը վերջի մարդը որ ոչ մեկը իրան բարի դեղ չի դնում ոչ թե գյուղի ասենք լավ դղեն եկել էր Երևանցու փողոցն եմ փակում դեստեղ ես ինչ կարող եմ անեմ եւ կարծում եմ որ այդպես է լինելու դա էր իրենց համար օրինակ է դրա համար զարմացան ոնց թե ոստիկանը ինձ կպիտի կանգնացնի, ես դրա համար եմ արել, բայց էլի երկրորդ անգամ այդ նույն, այդ ինչ ասեմ, մասսան ընտրեց։ Վատը այն է, որ այդ միջինը, դա էլ որ ընտրության չգնաց։ Առաջինում են, երկրորդում են։ Ինքը իր աշխարհը ունի, մնացած ամեն ինչ իր շուրջ բոլորը, Երևանում ինչ է կատարվում, Սյունիքում ինչ է կատարվում, Արցախում ինչ է, իրան չի հետաքրում։ Օրինակ պատրաստի ժամանակ այդ մարդիկ էին, որ ասենք Սարյան փողոցի այդ ռեստորաններում նստած, ուտում, խմում, գինի խմում, ուրախանում էին եւ այլն, այնտեղ օրեկան 100 երիտասարդ էր մահանում։ Իրենք էին, որ ասում են, ինձ համար շատ հետաքրքիր օրինակ էր եւ ես միշտ որպես օրինակ ցույց եմ տալիս։ Պատրաստից հետո էլ եղավ մի ժամանակ, որ ասենք լիքը մարդիկ թողնում էին Հայաստանը, գնում էին ընտանիքներով եւ անգամ թերթերում գրվում էր, հրաշքատվությունով ասվում էր եւ մի անգամ գնացել էին հարցազրույց էին անում, մեկի հետ հարցազրույց անում։ Այդ մարդը ասում է, որ բայց երկրում ապրել չի լինի, այս ինչ անում Նիկոլը, Նիկոլի արածները սխալ է, չի լինի, այսպես բան եւ այլ, ու ինչ ասում, ես էլ եմ երկու անգամ ընտրել Նիկոլին, ասում է, բայց ինչ որ անում է ճիշտ չէ։ Չէ, ես այլևս չեմ կարող ապրեմ, դա ընտանիքս վերցրել եմ գնում եմ։ Չհասկացա։ Բայց դու ես ընտրել երկու անգամ, ես չեմ ընտրել իրան։ Դու ես ընտրել եւ դու թքած ունես երկրի վրա, թողնում գնում ես, այդ մասսան փորի մասսա է, ստամոքսի մասսա է։ Այդ մասսային ստամոքսով խապեցին, դա էլ այդ արագաչափը բանն է, դա էլ ստամոքս, այսինքն իրա անձի հետ կապված ինչ որ մի բան։ Իրեն չասեցին, որ մենք հայրենիքը կփրկենք, ես կանենք եւ այլն։ Նա թքած ունի հայրենիքի վրա։ Ես մարդ եմ տեսել, ինձ ասում է, որ այդ Իրան ջան, ինչ հայրենիք, ինչ ազգ, $100 տվողին սա Հայաստանը կծախեմ։ Ասել է ինձ մարդ։ Այսօր Ամերիկայում է ապրում։ Շատ լավ, պարոն Լոկմագիոզյան, շնորհակալություն զրույցի համար։ Այս թեմայով պետք է շատ խոսել,
քանի որ պետք է հասկանալ Թուրքիան եւ իհարկե պատրաստվել ոչ միայն կառավարությունը, նաեւ հասարակությունը։ Եթերում ուղի խոսքն էր, այսօր խոսեցինք Թուրքիայի մասին։ Հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։